Եղբայր էիր ուզում չէ ունենալ, որքան ես հիշում եմ, քույրիկ չէիր ուզում։ Փոխվել են այդ մոտեցումները։ Ոչ։ Թեև դրան մի բան եմ լսել, որ չինացի գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաները, ովքեր ծնվել են միայնակ, ավելի լավ են մեծանում, քան նրանք, ովքեր ծնվել են երկու հոգով, այսինքն ունեն քույր կամ եղբայր։ Այսինքն դու քեզ լավ ես զգում թագավորի դերում եւ Այո, կարելի է ասել։ Չինացի գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաները, որոնք ծնվում են միայնակ, իրենք ավելի լավ են ապրում, որովհետեւ ծնողների ուշադրությունը մենակ իրենց վրա է գտնվում։ Բայց միգուցե մեծանաս եւ մտածես, որ պետք չէ կենտրոնանալ չինացի գիտնականների վրա միայն, եւ քույր եւ եղբայր ես ուզում, հարազատ մարդիկ ես ուզում։ Չէ, եղբայրը իսում է ամենալավն է։ Լավ, պայմանավորվեցինք, շնորհակալություն։ Բայց ես անակնկալում եմ։ Ես սա ցանկանում եմ նվիրել ձեզ։ Հրաշալի է, շնորհակալ եմ շատ։ Իսկ սա իմ ապրանքանիշն է, նույնիսկ լոգոն, որը ես ներկայացնում եմ գլոբուս, որը աշխարհն է ցույց տալիս։ Գլոբուսի ներսում գտնվում է գիրք, որը խորհրդանշում է կապությունը։ Ձևք, որը արարող ձևքի խորհրդանիշ է։ ՄԵԱ-ն, որը նշանակում է մեր երազանքների աշխարհում։ Եվ գլոբուսը փաթաթված է ժապավենի նման ինչ-որ մի պատկերով, որը իրականում իրենց խորհրդանշում է ճանապարհ, եւ որի վրա գրված է. «Ստեղծիր ինքդ եւ գունավորիր քո աշխարհը»։